Բարև ձեզ։ Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր թափ են հավաքում եւ ընդդիմության եւ իշխանության քաղաքական օրակարգերը։ Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես գիտեք, անցած շաբաթավերջին լսումներ էր կազմակերպել վարչապետի իմպիչմենտի հարցով, հնչեցին կոշտ, խրոխտ ելույթներ եւ հայտարարություններ։ Միաժամանակ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հերթական ուղերձով հանդես եկավ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը եւ այլն։ Այս ամենը արդեն առիթ եղել է նկատելու, որ տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Միևնույն ժամանակ իշխանությունը ազդարարում է իր օրակարգերը առաջ մղելու պատրաստակամության մասին մինչև ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո։ Այն է խաղաղության գործընթացը առաջ մղել, ընտրությունների ժամանակ հաղթել, այնուհետև կազմակերպել սահմանադրության հանրաքվե եւ հաստատել 4-րդ հանրապետության գաղափարը արդեն իրականության մեջ։ Սրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջազգային այցերը վկայում են այս իշխանության կողմից որդեգրված եւ վարվող բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության մասին։ Հիշեցնեմ, վարչապետը այցելեց Մոսկվա, որտեղ նա մասնակցեց ատոմային շաբաթ համաժողովին, համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովին, այնուհետև Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների ելույթ ունեցավ, իսկ վաղը Ստրասբուրգում սպասվում է նրա ելույթը Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի լիագումար նիստին։ Ահա այս հարցերի շուրջ ենք զրուցելու, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք ներքաղաքական իրավիճակից։ Անտիմադիր ուժերի ակտիվացում, խորհրդարանական լսումներ եւ այլն, ինչպես է գնահատում այս իրավիճակը եւ մասնավորապես ընդդիմության ակտիվացումը։ Սա ընդդիմության տարբեր բևեռների ինքնուրույն շարժեր են, թե համակարգված ինչ-որ մի բան։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես դուք ձեր խոսքում նկատեցիք, այն ամենը, ինչ այս օրերին եւ նաեւ սրանից հետո տեղի կունենան քաղաքական դաշտում եւ կգրեն խիստ հրապարակային բնույթ, դրանք կլինեն առանձին անհատների կողմից կոչեր, դրանք կլինեն հանրային լսումների նման ինչ-որ բան կամ տարբեր ֆորմատներով, տարբեր հարթակներում ընդդիմության եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, այսպես համատեղ ուժերի կամ ռեսուրսների ցուցադրություն պետք է միմիայն դիտարկել 2026 թվականի համապետական ընտրությունների համատեքստում, ինչպես բազմիցս մենք լսել էինք ընդդիմության տարբեր շերտերից եւ տարբեր սեգմենտներից պարբերաբար հնչում էին քննադատություններ, ինչպես նաև կանխատեսումներ, թե օգոստոսի, մասնավորապես օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո մենք, այսինքն կառավարող ուժը անպայման կգնա արտահերթ ընտրությունների, այսինքն սա նշանակում է, որ բոլոր այն ուժերը, ովքեր պատրաստում են 26-ին ընդառաջ քաղաքական հայտ ներկայացրել, արդեն իսկ սկսել են պայմանավորվածություններ ձեռք բերել, կուլիսային պայմանավորվածություններ, ակնհայտ պայմանավորվածություններ, լատենտ պայմանավորվածություններ եւ դրանցից մեկը ըստ երևույթին հանրային լսումների ֆորմատներ, որը նշենք, որ խորհրդարանական ընդդիմության գործիքներից մեկն է եւ սա սրանց բացարձակ իրավունքն է, նրանք կարող էին օգտագործել սա։ Ուզում եմ նշել, որ բացի պաթոսախեղդ, բացի այսպես անպատասխանատու հայրենասիրական կոչերից, որևէ քաղաքական առաջարկ, ցավոք, հանրապետական կուսակցությունը եւ նրան հարող որևէ այլ ուժ չխոսեց, միակ թերևս հնարավոր, այսպես ասած, շարից փորձանքից հեռու ձևակերպումը տվեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, քանի որ մամուլում տարածվել էին տարբեր լուրեր, որ հանրապետական կուսակցությունը ՀԱԿ-ը, ինչպես նաև այլ ընտրանքային դեմոկրատիա կուսակցության առաջնորդները պարբերաբար հանդիպում են եւ խորհրդակցություններ են ունենում, բանակցություններ են տարում այս կամ այն ձևաչափով հանդես գալու համար, թերևս Լևոն Զուրաբյանը այսպես ցրեց այդ բոլոր խոսակցությունները, ասելով, որ որևէ մեկի հետ չենք ցանկանում դաշինք կազմել, իսկ մնացած առումներով սա պարզապես պետք է դիտարկել հետեւյալ շրջանակներում, որ քանի մոտենում է 2026 թվականը, այնքան տարբեր քաղաքական ուժեր ուզում են ավելի մեծ տեսանելիություն եւ նկատելիություն ունենան հանրության շրջանակներում, դե բնականաբար աշխարհի Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական ամբիոնը թերևս ամենահարմարն էր եւ հանրապետական կուսակցությունը հանդես եկավ իր ամբողջ
շքեղությամբ եւ պերճախոսությամբ, այսպես ասած։ Ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում էին դրանք, դա պարզապես կարոտախտ էր առ ամբիոն եւ բոլոր նրանք, ովքեր վերջին 7 տարիների ընթացքում զրկված էին ամբիոնին մոտենալու հնարավորությունից, այսպես իրենց կարոտը առան ամբիոնից, պաթոսախեղտ ինչ-որ բաներ ասեցին եւ այդպես ծրվեցին, գնացին տներով, որևէ քաղաքական լուծում, որևէ քաղաքական առաջարկ չեղավ։ Բայց ես կցանկանամ նաև, որպեսզի մեր հանրությունը ուշադրություն դարձնի հետևյալ կարևոր իրադարձություններին, 26-ին ընդառաջ նաև կողմնորոշվելու համար, մինչ կառավարող ուժը խոսում է խաղաղության օրակարգի համար եւ դրան ի նպաստ դրա ի կատարածելու համար ջանք եւ եռանդ չի խնայում թե Հայաստանի Հանրապետության ներսում եւ թե արտաքին բլոկում աշխատանքներ տանելով, տարբեր հարթակներում խոսելով խաղաղության խաչմերոկի խաղաղության օրակարգի մասին եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական ուժեր, իդեմս Դաշնակցության եւ իդեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության, ովքեր գուցե ոչ առաջին դեմքերի շուրթերով, բայց երկրորդ էշելոնային դեմքերով խոսում են նրա մասին, որ այո, իրենք ուզում են անպայման պատերազմ հարևաններից որևէ մեկի հետ ես իրենց փոխարեն չձևակերպեմ, ինչու, որովհետև կարծում եմ սրանով իրենք փորձում են հետ բերել կամ հանրության շրջանում վերակենդանացում տան իբր թե իրենց կողմից կերտած հաղթանակներին, որոնք գուցե թե ժամանակի կամ որոշակի միջանկյալ հատվածում փոքր-ինչ նստվածք տվել է հանրության մեջ, բայց մեծ առումով մենք գիտենք, որ դա Հայաստանի Հանրապետության անկախության եւ Հայաստանի Հանրապետության ինքնորոշման տակ դրված ռումբ էր, որի մասին բազմիցս խոսել ենք։ Տարբերություն ցես, որ խոսում եք այսօրվա եւ ապագայի մասին, խաղաղության օրակարգ, 4-րդ հանրապետություն եւ այլն, ձեր նշած ուժերի նպատակը նախընթաց տարիների, այսպես ասենք, ռազմական հաջողությունների նկատմամբ կարոտախտը վառ պահելն է։ Միանշանակ շրջանակներում դա դիվիդենտներ բերող բան է։ Միանշանակ, ուղղակի եթե դուք հետևում եք մամուլին, ապա 3 նախագահները եւ նրանց հարող քաղաքական ուժերը պարբերաբար խոսում են բանակցությունների փաստաթղթերը հրապարակային դարձնելու, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է նրանց ուղիղ երկխոսության հրավիրելու մասին եւ անընդհատ մերժում է ստանում, ինչու, որովհետեւ ով գոնե իրենք գիտեն, թե ինչ փաստաթղթերի շուրջ են բանակցել եւ բոլորիս արդեն հայտնի է, անգամ նրանց, ովքեր այդպես խորամուխ չեն եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դետալային որոշումների մեջ կամ դետալային քննարկումների մեջ, պարզապես բոլորին այլևս հայտնի է, որ 96 թվականից սկսած թերևս Հայաստանի Հանրապետությունը բանակցել է միայն գրաված տարածքները հետ տալու մասին եւ ինչ որ հարցում լուծման գալու մասին, բոլորի հույսը եղել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ներկայացուցիչների թե սեփական երկրները եւ թե միջազգային հանրությունը, այդ թվում առանձնացնեմ Ռուսաստանի Դաշնությունը, առանձնացնեմ Ամերիկան, առանձնացնեմ Ֆրանսիան եւ այլ պետություններ միշտ խոսել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Հետեւաբար, այստեղ տարբեր հարցեր են առաջանում 96 թվականից սկսած այդ ինչ բանակցությունների մասին է եղել խոսքը, երբ խոսել են, բանակցվել են այլ փաստաթղթեր, այլ կարգավորումներ, այլ լուծումներ, բայց Հայաստանի ներսում հանրությանը այլ ձևակերպումներ են ներկայացրել։ Իհարկե սա առանձին քննարկման թեմա է։ Եվ ես կցանկանամ նշել նաև, որ հանրային լսումները այսպես փորձ էր, որ իբր թե դեռևս որոշ հանրապետականը կամ որոշ քաղաքական գործիչներ դեռևս մնում են ալիքի վրա, դեռևս ասելիք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում եւ իբր թե անելիքներ ունեն, որոնք կիսատ են մնացել, ես կարծում եմ ժողովրդի 2018 թվին այդ կիսատի եւ ամբողջի պատասխանը տվել է, իսկ ընդհանուր առմամբ եթե մենք ընդհանրացնենք հանրային լսումների ամբողջ բովանդակություն եւ եզրակացություն փորձենք անել, ապա դա այն էր, որ թող քաղաքացիական պայմանագիրը իր ղեկավարի գլխավորությամբ թողնի գնա, հրաժարական տա գնա եւ մենք իրականացնենք, մենք կազմակերպենք ընտրությունները, ինչու սա երկու բանի մասին է խոսում, առաջին, որ քաղաքական ուժերը հույս չունեն, որ 2026 թվականին կարողանալու են քաղաքացուց վստահության քվե ստանալ, եւ երկրորդ, նրանք պարզապես գիտեն, որ այն ինչ առաջարկում է քաղաքացիական պայմանագիրը, դրանից ավելի լավ բան նրանք հանրությանը առաջարկել չեն կարող։ Դուք խոսեցիք այն մասին, որ ՀԱԿ եւ հանրապետական
միավորումը արդեն հայտարարություններ եղան, որ դա չի լինում դաշինք, իսկ խորհրդարանական այս երկու թևերը ընդդիմության միասնին հանդես գալու ինչ-որ ներուժ կա, թե տարբեր են օրակարգերը։ Մենք տեսանք, որ ստորագրությունների հետ կապված խնդիր կար, մեկը մի թղթի վրա էր ստորագրել, մեկը մյուս, հիմա ասում են, այս թղթից կարող եք տեղափոխել են թուղթը, դա ինչ-որ մոտարկելու բան է, թե այս ամբողջ վայրի վերումները, հա, այդ անընդհատ թող իրան գան միանան մեզ, չէ, թող իրան գան միանան մեզ, չէ, մենք առաջինն ենք ասել, չէ, մենք երկրորդն ենք ասել, հա, կներեք 1000 անգամ ներողություն եմ խնդրում մեր հանդիսատեսից այս ձևակերպման համար, համարյա թե հասել էին պատանիների միջև այդ հայտնի չինգաչունգին, հա, տեսնենք ով առաջինը կգրի, թող կհաղթի, թող նա էլ գա միանա։ Ըստ երևույթին սա երկու նախագահների իրարից զատվելու, քաղաքական դաշտում զանազանվելու կամ քաղաքական տարբեր առաջարկներով հանդես գալու փորձեր, որը գիտեք սիամական երկվորյակների շրջանում այդքան էլ հաջողություն չի կարող ունենալ, որտեղ հստակ պետք է վիրահատական միջամտություն, եթե այս մարդիկ ցանկանան ի վերջո առանձին աշխատել եւ առանձին գործել։ Ես չգիտեմ, հանրապետական կուսակցությունը վախեցավ քաղաքական դաշտում դիվիդենդներ կորցնելուց կամ էլեկտորատ կորցնելուց, թե դաշնակցությունը այնուամենայնիվ վախեցավ քաղաքական դաշտում հետընթաց գրանցելուց, այնուամենայնիվ մենք տեսանք այսպես փոքր հաշտեցման դրվագ, բայց տեսնենք, որովհետև քաղաքական կարևորագույն իրադարձությունից ընդառաջ այն 26 թվականի համապետական ընտրությունները, այս քաղաքական մերձեցումները, քաղաքական ամուսնությունները եւ քաղաքական բաժանումները դեռևս շատ ինտենսիվ բնույթ են կրելու եւ մարդկանց մնում է միայն հետեւել process-ներին։ Այսինքն այն ինչ հիմա տեղի ունենում impeachment-ի գործընթաց եւ այլն, սրանք իշխանափոխության նպատակ չունեն ըստ էության, այլ ավելի շատ ընտրություններին պատրաստվելու կամ նույնիսկ հետընտրական զարգացումներ հասունացնելու։ Որքան էլ որ փորձեն impeachment-ի նախաձեռնողները հանրության շրջանում վստահության սերմեր ցանել, թե impeachment-ը ամենակարևոր կամ ամենաառանցքային եւ այս պահի դրությամբ ամենաարդյունավետ գործիքն է, որպեսզի կարողանան հասնել իրենց կողմից անվստահություն հայտնելու, բայց իրենք իրենց հոգու խորքում հասկանում են, որ սա ռեսուրսի խնդիր է եւ իրենք այդ ռեսուրսը չունեն եւ չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ողջունում են այս process-ը, որովհետեւ ինչպես կարելի է ողջունել մի process, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման եւ այն էլ ով է սկսում հանրապետական կուսակցությունը եւ այն էլ ումով է սկսում Մասիսի տխրահռչակ համբավ ունեցող քաղաքապետով, ով 2018 թվականին իր ընտանիքի անդամների հետ պարզապես ֆիզիկական հաշվեհարդար եւ ֆիզիկական բռնության էր ենթարկում ոչ ավել ոչ պակաս երիտասարդների, ուսանողների, ովքեր փորձում էին մասնակցություն ունենալ 18 թվականի քաղաքական հանդիպումներին եւ քաղաքական process-ներին եւ այստեղ էլի ենթադրյալ տարբեր շերտեր են բացվում կապված impeachment-ի տեխնացուի հետ, տեսեք ամբողջ քաղաքական դաշտը ասում է, որ մենք ունենք կոնսենսուս, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ հեռանա, բայց եւ անպայման լինում է դրան հետեւող ձևակերպումը, որ ով ուզում է լինի, մենք պատրաստ ենք համախմբվել այդ տեխնացուի շուրջ։ Եվ մենք ինչ ենք տեսնում, այն ինչպես միշտ յուրաքանչյուր ընդդիմություն դիրքավորվելու նախորդ ընդդիմությունից էլ ավելի ուժեղ ընդդիմություն առաջ է բերում իր տեխնացուներին եւ ըստ այդմ մենք տեսանք, որ արդեն բազմաթիվ անուններ են այսպես շրջանառվում, մի խումբ որոշում է, որ Էդմոն Մարուքյանը պետք է լինի այլընտրանքային վարչապետը, մինչև համոզում են Էդմոն Մարուքյանին, Էդմոն Մարուքյանը իբր արդեն այլընտրանքային վարչապետ է եւ տիրապետում է այդ ստատուսին, մեկ էլ ինքն էլ իր կողմից մեկ այլ վարչապետի անուն է ասում, հանրապետական կուսակցությունում ասում են, չէ, դե մենք ասում ենք ցանկացածի հետ կհամախմբենք, բայց Էդմոն Մարուքյանի հետ չենք համախմբում։ Բայց այդքան ցանկացած։ Ահա, բայց մի խոսքով ուզում եմ ասեմ, սա նույնիսկ ձախողված process չի կարելի համարել։ Մենք գործ ունենք ոչ կոմպետենտ քաղաքական ուժերի հետ, որոնք միայն նրա համար, որպեսզի մնան այս ալիքի վրա, ամենատարբեր միջոցների են դիմում։ Ես չեմ զարմանա, եթե օրինակ հանրապետական կուսակցությունը օրինակ Հայաստան Դաշինքի падգամավորների հետ կամ, չգիտեմ, ՀԱԿ-ի հետ կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ, օրինակ, չգիտեմ, բարեկենդան կազմակերպեն աշնանը կամ ինչու ոչ, հաշվի առնելով սեզոնային, նաև իրենց բնորոշ այդ սեզոնային ընդդիմադիր սրացումները, որ ունեն, օրինակ, չգիտեմ, վարդավառ կազմակերպեն, մենակ նրա համար, որ մնան հանրության շրջանում, բայց այս մարդիկ այդպես էլ չեն հասկացել, որ մարդիկ ապրում են իրանց առօրյական կյանքով,
եւ նրանց համար հիմնական այնպիսի հատկանիշներ եւ այնպիսի մթնոլորտ է կարեւոր, որը առաջարկում ենք մենք իրենց, առաջարկում ենք մենք մեր ձևակերպումներով, մեր վարած արտաքին քաղաքականությամբ։ Մարդիկ հոգնել են պատերազմներից, մարդիկ հոգնել են ստերից, մարդիկ հոգնել են այն տագնապից։ Գալիս եք արդեն ձեր օրակարգին, խաղաղության օրակարգին։ Կանդրադառնանք նաև ձեր օրակարգին, բայց ընդդիմադիր սեգմենտը դիտարկելու ժամանակ պիտի խոսենք նաև Սամվել Կարապետյանի եւ նրա ուղերձների մասին, ինչ ազդեցություն ունեն սրանք քաղաքական դաշտի վրա ընդհանրապես եւ ընդդիմադիր հատվածի վրա մասնավորապես։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, մենք խոսում էինք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մասին, ընդդիմության ակտիվացում, լսումներ խորհրդարանական, հնարավոր ու անհնար դաշինքներ, եւ վերջին հարցս վերաբերում էր Սամվել Կարապետյանին, նրա ուղերձներին եւ նրա հնարավոր կամ անհնար ազդեցությանը քաղաքական դաշտի վրա։ Շնորհակալ եմ, իդեպ թերևս ձեր եւ եւս երկու տաղավարներում տաղավարները այն միակ հնարավոր վայրն են, որտեղ Սամվել Կարապետյան անուն ազգանունին չեն հաջորդում կամ նախորդում մեծ գործարար, մեծ բարերար որակումները, ինչի համար ես ձեզ շնորհակալ եմ։ Կցանկանամ սրան ավելի խորքից անդրադառնալ։ Սամվել Կարապետյանը, եթե չեմ սխալվում, բավականին տարիքով գործարար է, ով որոշակի կապիտալ է ձևավորել Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրության շրջանակներում նա հայտնի է որպես հեծի սեփականատեր։ Թե ինչ է արել նա հեծի հետ իր մոտ շրջապատով, մերձակայքով, մենք պարբերաբար իմ գործընկեր Ռոմանոս Պետրոսյանի գրառումներից տեղեկանում ենք, թե օրինակ ինչպես է սովորական հարկատուի վճարումներից ոմն մեկը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապրում է մեր կողքին, փաստորեն տարեկան ստանում մոտ 350 միլիոն, մի քիչ ավելի աշխատավարձ։ Սա այն ամենն է, ինչ պետք է, որպեսզի հասկանանք այս գործարար եզրույթի հետ կապված։ Մյուս կողմից Սամվել Կարապետյանը, ես կարծում եմ, այսպես կապերը Հայաստանի Հանրապետության հետ այդքան էլ չի կտրել, որովհետև այստեղ մեծ կապիտալ ունի։ Ուզում եմ հասկանալ, Սամվել Կարապետյանը ինչու հենց հիմա որոշեց, որ պետք է քաղաքական հայտ ներկայացնի, ինչու հենց հիմա որոշեց, որ պետք է հայտնվի որոշ իրադարձությունների կիզակետում եւ ինչու հենց հիմա Սամվել Կարապետյանի, այսպես ասեմ, քաղաքական թիմը, որը ըստ իրենց ձևակերպումների ապա քաղաքական է, բայց պատրաստվում է մասնակցել քաղաքական process-ների, որոշել է, որ Հայաստանում դու միասական երիտասարդներ, ովքեր գումարի կարիք ունեն, Հայաստանի Հանրապետությունում կան մշակութային տներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, զարմանալիորեն Սամվել Կարապետյանը եւ իր թիմը բացահայտել են, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ամուսնություններ եւ երիտասարդ ընտանիքներին պետք են սոցիալական որոշակի ներդրումներ անել։ Գիտեք, այս ամեն ինչը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Իսկ Սամվել Կարապետյանը, ես խիստ կասկածում եմ, որ այս տեքստերի հեղինակը Սամվել Կարապետյանն է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ Սամվել Կարապետյանի անունից այս տեքստերը գրում են, կարծում եմ ժամանակն է, որ հարգեն հեղինակային իրավունքները եւ իրենք հանդես գան իրենց անունից։ Սամվել Կարապետյանը չի եղել եւ չի կարող դառնալ քաղաքական դեմք։ Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությունը սկսվել է եւ ավարտվել է իր իբր հայտնի բրենդային դարձած մեր ձևով ասույթի շրջանակներում։ Ինքն իր ձևով կարծում եմ կհասկանա ինքն իր մեջ, որ անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում եւ ինչպես որ հայտնվել էր այսպես հանկարծակի, այդպես էլ հանկարծակի հետ կքաշվի։ Առիթը ոչ պատճառը եկեղեցիներ, հիմա էլ այս վերջին ուղերձի մեջ ասում է, որ նախ պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա եւ հաջողության հույս ունենալ։ Նախ 100-րդ անգամ եւ 1000-րդ անգամ թե ես եւ թե իմ քաղաքական թիմի ներկայացուցիչները հայտարարել ենք ամենատարբեր հնարավոր հարթակներից, ամենատարբեր հնարավոր լսարանների առաջ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խնդիր չունեն եկեղեցու հետ։
եկեղեցու հետ խնդիր ունենալ նշանակում է խնդիր ունենալ սեփական ինքնության հետ, որը մենք չենք անում եւ որևէ իշխանություն չի կարող անել, որևէ իշխանություն չի կարող խնդիր ունենալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ եւ մեր ուսմունքի հետ եւ մեր կրոնի հետ, սա մեկ։ Երկրորդը, ես ցանկանում եմ, որպեսզի բոլորս հասկանանք, որ որքան էլ ըստ սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից, բայց պետության մեջ առանձին պետություն չէ եւ չի կարող դառնալ։ Հետեւաբար, եկեղեցին որպես ազգային ինստիտուտ, որպես կրոնական կառույց տվյալ պետությունում պարտավոր է ենթարկվել տվյալ երկրի օրենքներին եւ օրենսդրությանը, այլապես մենք գործ կունենանք տարբեր երևույթների հետ, տարբեր իրավիճակների հետ, որը իրականությանը չի համապատասխանում։ Մենք ընդհանրապես փորձում ենք ուշադրություն հրավիրել 1-2 հոգևորականների, ինչպես նաև իրեն կաթողիկոս հորժորջած անձի հետ, ովքեր պարզապես խախտել են իրենց իսկ կողմից ընդունված կուսակրոնության հավատամքը, կուսակրոնության կանոնները։ Դա մենք չենք ընդունել իրենց համար, դա իրենք են ընդունել իրենց համար։ Մեր գործն է այնքանով, որ իսկ իրենց ինչ գործն է քաղաքական դաշտում, ինչ է տեղի ունենում։ Այսինքն, երբ իրենց ձեռնտու է, շահավետ է, իրենք կարող են մասնակցել քաղաքական process-ներին։ Ուրանում եք կամ մերժում եք մեր ինքնությունը, մեր եկեղեցին, մեր սիմվոլները։ Օրինակներ են կան։ Իսկ երբ որ օրինակ որևէ տեղի համար, որևէ թափուր տեղի համար, որը ենթադրում է պաշտոնի անձնագիր, կան հստակ պայմաններ, թե ովքեր կարող են հավակնել դրան, եւ օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կամ 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հավակնել օրինակ մարզպետի պաշտոնին։ Երկքաղաքացիները, ինչպեսին օրինակ Սամվել Կարապետյանը, չի կարող հավակնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար։ Նույն պայմանները գործում են նաև եկեղեցու հոգևորականների համար։ Եվ ինչպես 1-2, ես վստահ եմ նաև 3-րդ եւ 4-րդ հոգևորականները կլինեն, խոսում են այս մասին, որ սա ավելի շուտ մի ուրիշ բռնապետական բուրգ է հիշեցնում, որտեղ շատ սարսափելի բիրտ կանոններ են գործում, քան օրինակ մինչև հիմա մեզ թվացել է կամ մինչև հիմա մենք առհասարակ որևէ մեկը չի խորացել այս մասով, բայց օրինակ հոգևորականների հարցազրույցները ես կարծում եմ բոլոր մտահոգ մարդկանց շրջանում որոշակի տարաձայնություններ կամ առնվազն իրավիճակ են ստեղծել, որ հասկանանք մենք ինչ կառույցի հետ գործ ունենք։ Միթե կարելի է ապրել իրավական երկրում, այսպես մատնացույց անել քաղաքական իշխանություններին իբր իրենց կողմից առած սխալները, իրենք իսկ իրենց գործունեության մեջ մինչև ոչ միայն սխալների, այլ թույլ տվեք նաև կրոնական լեզվով ասած մեղքերի մեջ թաղված լինելու հետ։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի նամակի մյուս հատվածին փոքր խմբակ, ես կարծում եմ Սամվել Կարապետյանը բիզնեսմեն է եւ լավ թվերի հետ է աշխատում, ըստ էության կարծում եմ Սամվել Կարապետյանը պետք է որ իմանա Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ է ապրում, Հայաստանի Հանրապետությունում քանի հոգի կարող է ընտրել եւ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո 44-օրյա պատերազմի ծանր կորուստներից հետո, երբ մենք գնացինք արտահերթ ընտրությունների, մեզ հասարակության որ տոկոսը ձայն տվեց եւ իրեն սրտակից, իրեն սրտի մոտ, իրեն գաղափարակից եւ համախոհ մնացած ուժերին ինչքան ձայն տվեց, ես կարծում եմ դրանից հետո պետք է որ այդ խմբակ բառը այլևս չօգտագործի, որովհետեւ ոնց մտածում եմ խմբակը իրենք են։ Լավ, հիմա ընդդիմությունից կանք ձեր օրակարգերին, ձեր կարծիքով որքանով է ընկալելի, ընդունելի հասարակության համար ձեր առաջ կացած գաղափարները, ու խաղաղության համասով պարզ է, 4-րդ հանրապետություն, իրական Հայաստան։ Տեսեք, 4-րդ հանրապետությունը, այսպես առհասարակ պետությունների դասակարգումը կարծես եկել է Ֆրանսիայից եւ մենք էլ այդ կանոնին համապատասխան մինչև հիմա դասակարգել ենք մեր պետությունը 18-20 թվական որպես կանոն մենք ասում ենք Հայաստանի առաջին հանրապետություն, երբ իշխանության էին դաշնակները, Հայաստանի խորհրդայնացումից հետո նոյեմբերի 20-ից հետո երբ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային կարգեր ընդունեց, մինչև 91 թվականի սեպտեմբեր ամիսը ընդունված է համարել երկրորդ հանրապետություն եւ դրանից հետո ընդունված է համարել երրորդ հանրապետություն։ Իհարկե գիտնականների շրջանում մեծ վեճ կա, թե արդյոք խորհրդային տարիների պետությունը պետք է համարել պետություն թե ոչ, հաշվի առնելով նրա ոչ անկախ լինելը, նրա ոչ ինքնիշխան լինելը, ոչ իրավազոր լինելը,
Այսինքն սա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք պայմանական դասակարգումների հետ, եւ եթե մի պետությունից անցնում ենք մեկ պետությունից բնորոշումից անցնում ենք մյուսին, թերևս պետք է մի շատ խորը արմատական փոփոխություն տեղի ունեցած լինի, համասնավորապես օրինակ կառավարման համակարգ փոխվի կամ կառավարման ռեժիմ փոխվի։ Իրականում 4-րդ հանրապետությունը ավելի շատ կապված է այսօրվա Հայաստանի եւ իրական Հայաստանի գաղափարախոսության մեր կողմից առաջարկված օրակարգի հետ, եւ մենք փորձում ենք որոշակի ռեբրենդինգ իրականացնել Հայաստանի Հանրապետության շուրջ։ Տեսեք, մենք ասում ենք, որ որքան էլ դա ցավալի է, որքան էլ որ դա զգացմունքային դաշտում կարող է հաղթել սթափանականությանը, բայց այնուամենայնիվ պետք է ի վերջո որոշում կայացնել եւ փակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր իրադարձությունից փորձում ենք այսպես հետ քաշվել, որը տարիներ ի վեր 88 թվականից մինչև 2000 նույնիսկ 2021 թվականը միայն կարծես բոլոր քաղաքական ուժերը ծառայեցրել են ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, իշխանության գալու համար եւ իշխանության մնալու համար, կարծում եմ բոլորիս հիշողության մեջ շատ այսպես վառ է, երբ օրինակ Հայաստանի Հանրապետությունում հերթական կեղծված ընտրություններից հետո դժգոհ քաղաքացիները դուրս էին գալիս եւ իրենց խաղաղ անհամաձայնությունը, անհաշտությունն էին ցույց տալի կեղծված ընտրություններին եւ փորձում էին բողոքարկել այդ ընտրությունները, ապա անպայման իշխանության մեջ գտնվում էին մարդիկ եւ իրենց հարող ուժերը, որ ասում էին, տեսեք, Թուրքը նայում ուրախանում է, մի մոռացեք, որ մենք խնդիր ունենք սահմանին, հիմա սահմանին էսկալացիա կլինի, եկեք ներսում համերաշխությունը պահպանենք, որովհետեւ սահմանին կարող է ակտիվ ռազմական գործողություններ սկսեն, բայց դա ոչ մի գրամ մեզ չմոտեցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մեր կողմից ձևակերպված այդ գլխավոր նպատակին հասնելու համար եւ տեսեք, սա մեկ կարևոր բան, երբ մենք խոսում ենք իրական Հայաստանի մասին, մենք փորձում ենք հանրությանը հասցնել նախ եւ առաջ այսպես դիդակտիկ կերպով ձևակերպեմ Հայաստանի Հանրապետության քարտեզը կամ քարտեզի ուրվագիծը, որովհետեւ մինչեւ հիմա էլ հա բոլորի մտապատկերում Հայաստանի Հանրապետության քարտեզը անպայման ուներ եւս փոքր այսպես տարածքային քարտեզ, որը միացած էր ցավոք 44-օրյա պատերազմից հետո, որքան էլ որ մենք կորստի ցավից կամ սփոփանքի բացակայությունից խուսափում ենք խոսել այս մասին, բայց այնուամենայնիվ դա մեզ հետ տեղի է ունեցել եւ շատ կարեւոր է դրանից դասեր քաղել եւ հասկանալ մեզ հետ ինչ տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ։ Իսկ անընդհատ քաղաքական դաշտում անել նույն բանը եւ սпасել այլ արդյունքի, ես կարծում եմ ճիշտ չի, որովհետեւ մենք 30 տարին կրկնել ենք այդ սխալը եւ 30 տարի մենք մնացել ենք այս ցիկլիկ սողացող պատերազմի ժամանակ եւ երբ որ օրինակ մարդիկ խոսում են 44-օրյա պատերազմի մասին, քառօրյա պատերազմի մասին, հուլիսյան մարտերի մասին կամ 2 օրվա էսկալացիաների մասին, ես կարծում եմ դա շատ սխալ է, որտեղ մենք գործ ենք ունեցել ուղղակի ստաբիլ գնացող պատերազմի հետ եւ պարզապես այդ օրերին մենք ունեցել ենք շատ մեծ թվով զոհեր, այսինքն մենք միշտ եղել ենք պատերազմական վիճակի մեջ եւ սա մենք սա ենք նաեւ առաջարկում մեր ժողովրդին, որ որքան էլ ցավոտ է փակենք այդ էջը եւ ունենանք մեր իրական Հայաստանը իրական սահմաններով եւ այլ տեղեր, որքան էլ պատմական Հայաստանը մեծ է եղել, ընդարձակ է եղել, վերջո դա եղել է շատ հնագույն ժամանակահատվածում, այսօր մենք ապրում ենք 2025 թվականը, 21-րդ դարը։ Ձեր ասած այս ամեն ինչը հանրային ընկալումներում արևիլ դրական է, հասարակության համար ավելի ընդունելի ընկալելի է, քան թե նախընթաց տարիների ռազմական հաջողությունները եւ այդ հաջողությունների նկատմամբ կարոտախտը։ Ռազմական հաջողությունները մեզ տվել են ժամանակավոր երջանկություն, ժամանակավոր մխիթարանք, սրտի մխիթարանք, որ մենք կարողացանք այս կամ այն փոքր հատվածում թշնամուն հաղթել կամ ավելի քիչ զոհեր տալ կամ ուրախացել ենք, որ գոնե մենակ վիրավորներով ենք պրծել, բայց ես կարծում եմ, որ սա չի կարող պարզապես անընդհատ գնալ, որովհետև ցանկացած առողջ օրգանիզմ, եթե ունի առնահոսող վերք, ինչ որ մի ժամանակ նա դադարելու է պարզապես գոյություն ունենալ, որտեղ չի կարելի առնահոսող վերքով անընդհատ գնալ պատերազմների։ Ի վերջո պետք է միտեղ կանգ առնել եւ զբաղվել այդ հոսող վերքով, այդ վերքը փակել։ Եվ կներեք, ես ներողություն եմ խնդրում, սովորաբար քաղաքական վերլուծությունները այսպես ես կարծում եմ շատ ճիշտ է, որ պաթոսից եւ էմոցիոնալ ձևակերպումներից հեռու լինենք,
լինել, բայց 2026 թվականի ընտրությունները, որքան էլ որ դա մեր համար դժվար է, որքան էլ որ դա մեր համար այսպես եւս մեկ շատ կարևոր էջ մեր պատմության մեջ այսպես փակելուն է հավասար, բայց դա այստեղի եւ այստեղի պատերազմ է։ Եթե մենք ուզում ենք այն նույն բեռը թե պատերազմի դաշտում, թե սոցիալական, թե քաղաքական, թե միջազգային, թե իրավական դաշտում չթողնել մեր հաջորդ սերունդներին, ինչ որ մեր նախորդ սերունդներն են թողել մեզ, մենք պետք է այսօր այդ որոշումը ընդունենք։ Հասկանալի է։ Այսինքն մենք որպես քաղաքական ուժ այս որոշումը ընդունել ենք, ձևակերպել ենք եւ մեր քաղաքական ծրագրի միջոցով առաջարկելու ենք ժողովրդին։ Եթե ժողովուրդը համաձայն է սրան, բնականաբար կքվեարկի մեր օգտին։ Եթե ժողովուրդը այնուամենայնիվ գտնում է, որ ինքը իր առնհոսող վերքով հաշվի առնելով այդ պատմական արդարության վերականգնումը կամ պատմական Հայաստանի վերականգնումը ինքը պետք է գնա այլ ճանապարհով, կարծում եմ կգտնվեն քաղաքական ուժեր եւ արդեն կան ուժեր, որ ասում են այո, մեզ պետք է պատերազմ, իրենք էլ իրենց ձևակերպումը եւ իրենց առաջարկը պետք է ներկայացնեն քաղաքացիներին։ Այս հարցում ընտրությունը քաղաքացումն է։ Խաղաղությունը հիմա հաստատված է, թե դեռ ոչ եւ հիմա խնդիր ունենք ինստիտուցիոնալացնելու այս համատեքստում, քանի որ ժամանակը սպառվում է, որոնք էին հիմնական ուղերձները վարչապետի Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Վերջից կամ ձեր հարցի, վարչապետի հիմնական ելույթը տեսեք անընդհատ շահարկվող հարցն է, որ մենք ասում ենք դա խաղաղության խաչմերուկն է եւ թրիպն է, որը շատ կարևոր կլինի մեզ համար ճանապարհների ապաշրջափակման տեսանկյունից, բայց օրինակ Ադրբեջանի նախագահը եւ առհասարակ Ադրբեջանի ներկայացուցիչները հատկապես երբ իրենք խոսում են իրենց դաշտում, անդադ օգտագործում են այսպես կոչված, այսպես ասած Զանգեզուրի միջանցքը եւ շատ հրաշալի հարթակ էր եւս մեկ անգամ թե Ալիևին եւ թե Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության ներկայացուցիչներին ասելու, որ խոսքը խաղաղության խաչմերուկի փոքր հատվածի մասին է եւ շատ ճիշտ արեց վարչապետը, որ օրինակ ասեց ես սպասում եմ հիմնավորման եւ պարզաբանման, ինչ նկատի ունի Իլհամ Ալիևը, որ անդադ օգտագործում է Զանգեզուրի միջանցք տերմինը, որը ընդհանրապես կապ չունի բանակցված փաստաթղթերի հետ, բանակցված փաստաթղթերը խիստ հրապարակային են, հայերեն թարգմանված են, հասանելի են յուրաքանչյուրին, ով որ սրանով հետաքրքրված է, բայց գիտեք, պարոն Կիրակոսյան, ես կարծում եմ, որ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություններից հետո, այսպես գտնվելով հաղթանակի արքունքի մեջ, հատկապես երբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում կամ երբ ասուլիս է տալի Ադրբեջանում իր լրատվամիջոցներին, այսպես ոգևորված, որ այդ ոգևորությունը շատ բնորոշ է դեռահասին, բայց կարծես թե մեր հարևան պետության ղեկավարին նույնպես բնորոշ է, ինքը անընդհատ այսպես խոսում է բացարձակապես հաշվի չառնելով շատ կարևոր հանգամանքներ, որոնք բնորոշում են որևէ երկրի, առավել եւս հաղթած երկրի նախագահին եւ շատ ձևակերպումներ նա անում է ներքին լսարանի համար եւ Իլհամ Ալիևը իր բառամթերքով, իր խոսույթով, իր քաղաքական ձևակերպումներով իրեն վերադրել է այնպիսի մի վիճակի մեջ, որ ինքը իր համար թակարդ է լարել եւ ինքը դարել է իր իսկ ձևակերպումների զոհը սեփական լսարանի մոտ, որովհետեւ երկրի ղեկավարը, ով իրեն ոչ հարիր բառամթերքով է խոսել, ինչ որ ժեստեր է ցույց տվել Հայաստանի Հանրապետության կամ առհասարակ որևէ Ադրբեջանի թշնամի երկրի նկատմամբ, եկեք նաև մենք ինքներս մեզ համոզենք, որ դժվար է, չէ, անցած շաբաթ այդպիսի բառամթերքով խոսել, իսկ մի շաբաթ հետո բոլորովին այլ ձևով հանդես գալ, այլ մենք բոլորովին այլ Իլհամ Ալիև ենք տեսնում, երբ որ միջազգային որևէ հարթակում, որևէ ֆորմատում նրան տեսնում ենք բանակցելիս, խոսելիս, բայց երբ որ նա գնում է իր երկիր, դա շատ նման է մեր հայկական ավանդույթներից Արշակ երկրորդ եւ Շապուհի, հա, երբ որ իր հայրենի հողի վրա է այլ կերպ է հանդես գալի, երբ այլ հողի վրա է բոլորովին այլ կերպ է հանդես գալի, մենք այստեղ չպետք է տիրաժավորենք եւ չպետք է շատ խոսենք, թե ինչ ասաց Իլհամ Ալիևը։ Մենք ունենք ղեկավար, մենք ունենք ընտրված իշխանություն, մենք ունենք բանակցված փաստաթղթեր, որոնք
հանրային են եւ հասանելի են յուրաքանչյուրին եւ ես ուզում եմ նաեւ այստեղից կոչ անել, որպեսզի մենք հնարավորինս զերծ մնանք Ալիևի խոսնակը դառնալու հնարավորությունից։ Ալիևը ինչ ուզում է թվասինքի իր ներքին լսարանի համար են։ Ինձ հետաքրքիր է ինչ ասում իմ երկրի ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է ինչ բանակցեց իմ երկրի ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է ինչ պայմանավորվեց իմ երկրի ղեկավարը եւ դա որքանով է սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Կիրակոսյան, ես ներողություն եմ խնդրում խիստ քաղաքական հարցազրույցից հետո ձեր թույլտվությամբ ես ուզում եմ մի փոքր հայտարարություն անել, եթե թույլ կտաք, ֆորմատը թույլ է տալիս։ Շնորհակալ եմ շատ։ Ես ծննդով հրազդանցի եմ Ջրառատ թաղամասից։ Հոկտեմբերի 5-ին իմ հայրենի ծննդավայր Ջրառատ թաղամասում տեղի է ունենալու մշակութային ակցենտավորման փոքր միջոցառում եւ մենք ուզում ենք ոչ միայն հրազդան խոշորացված համայնքին, Կոտայքի մարզին, այլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությանը ներկայանալ մեր ուրույն մշակույթով, մեր ուրույն ճաշատեսակներով եւ հոկտեմբերի 5-ին Հրազդանի Ջրառատ թաղամասում տեղի ունենալու Շորվայի փառատոնը, որը ուղեկցվել Շորվայի, այո, դա խիստ բնորոշ ճաշատեսակ է մեր տարածաշրջանի համար, իմ գյուղի համար, իմ ծննդավայրի համար եւ մենք հրավիրում ենք բոլորին այդ օրը մեր հետ կիսելու մեր ուրախությունը, ծանոթանալու Ջրառատի պատմության գանձերին, ծանոթանալու մեր մշակույթին, մեր թաղամասի արդեն հիմ դարձած երգին եւ մեր հետ կիսելու մեր ուրախությունը։ Սա տեղավորում է իրական Հայաստանի գեղագիտության։ Սա տեղավորում է ոչ միայն իրական, այո, նաեւ լոկալ հայրենասիրության շրջանակներում է տեղավորվում, որովհետեւ իսկապես հայրենասիրությունը ծնվում է քո իսկ տամբակից, քո իսկ ծննդավայրից, իսկ ես պաշտում եմ իմ ծննդավայրը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։